Առաջին անգամ Հայաստանում ուղղաթիռ Ագուստա 109 6 տեղանոց ժամանակակից այս շքեղ ուղղաթիռով շրջագայություն ձեր իսկ ընտրությամբ ցանկացած վայր Հայաստանի Հանրապետության տարածքով նվիրեք ձեր մտերիմներին անմոռանալի տպավորություններ հեռախոս 45 6304 45 6306 Բարակ համեղ հյութալի խորհուրդ ենք տալիս համտեսել գաղտնի Եթե հարևանները նկատեն կամ հոտն առնեն, ձեզ ոչինչ չի մնա։ Պատվիրեք գրիլներ և խորովածներ Grill Express-ում։ Հեռախոս 011 30 11 11 Կարող եք դες դեմդ մխոնա, ես ինչ ձևեր եմ, ապեր ես չեմ հավատում, որ ինքը Աննանա։ Ոնց որ հիմա ասես չպլեն Հերմինենա։ Լուր մտավ ախպեր, եթե Աննանա, Սոֆային որտեղից է ճանաչում։ Ինչ է, եղուր։ Հեն տղայներ։ Արա ոնց կարա մարդ կարգին տղա լինի, հետո դառնա կասմեցիշկա։ Բարև Մոխաջան։ Դու որ խոսում ես, չէ՞։ Մի ձևի ոնց որ ընդ եղեգան փող ծուխ ելաներ։ Ինչ։ Ասում եմ ընդ եղեգան փող բոց ելաներ։ Եվ ի բոցոյն վազեր խարտյաշ պատանեկիկ։ Բայց ինչի։ Որ դու խոսում ես, ոնց որ ծխի մեջից գա ձենդ մի տեսակ։ Հա, մի ժամանակ շատ էի ծխում։ Աննա ջան, մենք կարանք մի հատ հանդիպենք, տենանք իրար, եսա մի հատ կնգասցել եմ գամ։ Ճիշտն ասած հիմա չեմ կարա։ Խնդրում եմ էլի, նենց եմ ուզում քեզ տենամ, ես մի տեսակ կարոտել եմ։ Լավ, մի ժամից կհանդիպենք։ Լավ։ Բարև Անջան։ Բարև Սով ջան, դու տանն ես։ Հա։ Դե գալիս եմ։ Արի։ Անջան, ես մի հատ տեղ եմ գնում գամ։ Ես ալ գամ քո հետ։ Չէ, բայց այսօր անպայման իրար հետ մի հատ տեղ կգնանք։ Հա։ Դե ես ալ գնամ Սոֆայից, եթե դեմ չես։ Չէ, դեմ չեմ։ Մոխոն ինչ-որ բան գիտի։ Քեզ ինչ-որ բան ասել։ Չէ։ Ան, այս վերջին անգամը լինի, որ դու որպես Աննա Մխոյի հետ հանդիպում ես։ Դե հա, կասեմ, որ գնամ ուրիշ երկիր ու դրանով կավարտվեն մեր հանդիպումները, Սով։ Ան, չգիտեմ ինչ ես ասում, բայց նենց ես անում, որ վերջինը լինի։ Եղավ։ Շորերս կվերես։ Չհասկացա։ Չկա։ Հեսա մի րոպե Վարուժին հարցնում եմ։ Իսա, հակի գնա։ Ես երևի գնամ, հա։ Չէ, ուր ես գնում։ Օգնի թողանուշիկը հագնվի, բա ով պետք է օգնի ես։ Ինչ ես խոսում, ես հագնված եմ։ Չէ, դե ես նկատի ունեմ Աննայի հագուստները։
Ճաննա, ինչ ես խոսում։ Հələ նայ որ չի հանձնվում, հələ։ Մելեցից։ Հակի, ուշենա, սպասում է չի մխուն, հանդիպման չես։ Պես դու գոնե գիտես ես այդ ինչի համար եմ արել։ Պրոստը ափսոս։ Իսքան ժամանակ ունիմ աշխատանքը, շատ ափսոս։ Ես մտածում էի դու հլը կդառնաս իմ ուզած Անուշիկը։ Խո ես այդ արել եմ քեզ ստուգելու համար ու ես նեղանալու տեղ ունեմ, իսկ դու ոչ։ Ինձ պրոստը սպանում է քու մտածելակերպը։ Հələ ոչ քաշվել ունես, ոչ խառնվել։ Խո դու Անուշիկին թողած այդ Աննային էիր սիրարվել։ Ես հարմանում եմ, ոնց կարեր դու այդ ուռոդի մեջ ինչ-որ բան տեսնեիր, ես չեմ հասկանում։ Անուշիկ, դու էլ ես զարմանում չէ, որ ես այս պահին սենց ինձ կարում եմ ցիվիլ բայեմ հələ։ Արի գնի խոստովանի, որ դու կերպարանափոխվել ես, որ գնաս փարթի մարդի տժալու։ Ինչ ես խոսում, խո։ Դու յաբացուցեցիր, որ ինձ չես սիրում։ Բարի բախտ քեզ։ Չեմ խո, տենց մի ասա, ես քեզ շատ եմ սիրում։ Ում ես սիրում։ Գոնե ասիր մխու։ Հալավ, բրիզնատ եմ գալի։ Հա, գնացել եմ այդ փարթիները։ Ատե հələ մի տիկ հասկանայի։ Չու։ Այն Անուշիկի շորեր մորեր կլցես ցելոֆոնի մեջ, որ ղրգենք իրանցյան։ Ինչի։ Որ մաքրվի տունը, ինչի։ Էլի իրար տվել են։ Բայց ինձ թվում է այս անգամ լուրջ է, գիտես, չէ։ Երևի որ երբ որ Անուշիկի հետ է ելնում Աննան էր զանգում, Աննայի հետ է ելնում Անուշիկն էր զանգում, այդ է խափնվա էլի։ Արա, բայց եթե կողք տեղ է, ո՞նց ես հետը խոսացել։ Արա, ես շատ իմանամ, ձայնագրի մայնագրել է երևի էլի։ Գիտես, շենք արբիդենք է գիտեն։ Ոնց։ Բան չի, բան չասի։ Դե չեն ասե, որ քո ու Անուշիկի միջև կոնֆլիկտ չլինի։ Վայ ես մեռնեմ դրանց սրտին արա։ Ես պարուրվեմ դրանց մտածելակերպի շուրջ։ Ախր ես ինչի սենց վրազեցի։ Ինչի ես չլսեցի իմ ընկերնյակների։ Շատ լուրջ է։ Հիմի դու ինչ ես անում։ Նստած եմ գողքդ։ Չէ, ուրիշ գործ չունես։ Ունեմ արտեր։ Էդի հայել կանես այդ գործը։ Էդի թոմենա հետո։ Հիմի գնում ես կարբիտենց մոտ ու ասում ես, որ մխուն Անուշիկի հետ հակել է։ Ինչի։ Այդ լուրը իմ ընկերնյակին նոր կյանք կտա, նոր շունչ կտա։ Իսկ ինքը եթե հիշում ես լավ չէր շնչում։ Մեռնեմ սրտիդ։ Եփ բրզնից գործը։ Էսա մի քիչ ժամից։ Դու մապեր։ Իլի եկավ ծուսիկ։ Գնա կոսենյակը աշխատի, հա։ Չեմ կրնա այստեղ աշխատում աղբերից, ծուսիկ վերջն է։ Իրոնյան դրա։ Ամբոն, ինչ եք այդ տղուն ներվեր ուզում ուտեք։ Բրշտուն չաս, ես չաշխատելով ուր կասնենք։ Դու սենյակից դուս եկիք, որ մարդ աշխատի։ Արևշացյանը ասել է, որ ընդեղ պիտի նստենք։ Ու քեզ է նշանակել է, որ դու Մելոյին վերահսկես։ Հա։ Ինչի համար։ Վայ, բա մեկ էլ տենց ենք փող աշխատում, ապեր։ Ասա Մելո, շեֆ, ես այս պայմաններում չեմ կրնա աշխատի, մեզ հարցին մի ադմ ճիշտ լուծում տուր։ Չես կծրա, ոչ չես կար աշխատես։ Դու հայ գելեներիկուսով նստել են կաբինետս չեն տողնա մարդ գործ են է։ Այդ տղա, այդ նրանից է, որ դու չգիտես այս պայմի ինչ պտի անես։ Չգիտես որն է կարևորը։ Փոխանակ գնաս անտարից շիշկա հավաքես բերես, ապեր գնացել ես նստել ես այն մարդկանց շնչին, նրանց ես խանգարում։ Ինչ շիշկա շեֆ։ Արա սովորական եղևնու շիշկա։ Ինչի համար։ Ոնց ինչի համար։ Հարա գնա բեր այս շիշկեքը ներքին ծախեն, քանի սեզոն հայ մեռնեմ ջանի։ Դավայ գնա, շուտ արա քանի ուրիշները չեն հավաքել։ Դավայ Մենո ջան։
ու աշխատի մեքենայի մեջ ինչքան տեղ կա լցրու աղբեր, պրես արա նոր արի, դավայ Մելո ջան, դավայ աղբերս։ Ախոն իմացել է Անուշիկի պահերով։ Բա հետո։ Դա հետո կռվել են իրար հետ։ Ախոն Անուշիկին ասել է շորեր հետ կհավաքես կգնաս։ Այդ մեզ խես ասում։ Ոնց։ Չիմանաք ինչ ա եղել։ Արայ ախպեր ոնց ամուսնացել է, թող տենց էլ ապրի հետը։ Մենք դեմ էինք Անուշիկ հետ ամուսնանալուն, բայց ոչ բաժանվելուն։ Մեր։ Ես ինչ ես շուտում եք։ Հա? Հարևշացյանի հետ չես կռվել։ Հեմ աշխատել Սուսի։ Մեր լավ չես։ Վադը դու ես։ Ձեր կար, հիմարների վրա կխաղցնե արդեն։ Ինչ ասել։ Քանի կարեն հմբոյն էր կապե գլուխս, մեր կսեք հնանդար շիշկա հավաքի։ Դու էլ գնա հավաքի տար։ Աղջիկ ջան, ես տամ շիշկա հավաքեմ, վադեց։ Հա ինչ կա դրա մեջ։ Մելոն հետ տա Արևշատյանի համար շիշկա հավաքի։ Մելո Արևշատյանի մոտ ես հիմա, դու աշխատում իր համար պետք է հավաքես տանես։ Բա ինչ պետք է անենք։ Ուրիշ գործ չունես դու։ Գելին բանում կենեմ իմ դալը։ Մելո, մենք երեխա ունենք, 1000 ծախսեր ունենք։ Ուրիշ բան է լավ առաջարկ ունեն, այր ասեի, հա, դուրս արի գնա այնտեղ։ Բայց հիմա դու իրավունք չունես դուրս գաս։ Դες կենեք իլոր, մարդուն կկոդրեք, դες կենեք որ մարդու գլխին կսարկեք, վայ։ Դե լավ ուզում ես ես գնամ հավաքեմ։ Որպես հավես չկասուս։ Մել, ինչ անում ես դուրս գալուց առաջ, միշտ մեր Սիրանոյին հիշի, հա։ Կամ ինչի Սիրանո։ Կամ ինչի ես կամ փողզիչումների կերտամ, արա։ Որովհետև մեզ շատ ես սիրում։ Դեռնակ քեզ ելի։ Մարգարիտա, բա Անուշիկն ուր է։ Սոֆայից տանն է։ Բա իր այդ շորերը ինչ են տոպրակների մեջ։ Մխոս է ասել, որ լցնեն տոպրակների մեջ։ Այ աղջիկ ջան, ես պատճառն եմ ուզում իմանամ, պատճառը։ Վրամ, ճիշտն ասած, հենց դրա մասին էլ ուզում էի, որ խոսեինք։ Նայ աչքերիս մեջ։ Աչքերիս մեջ նայի։ Էլ իրար տվել է։ Հա։ Բայց Անուշիկը նենց բան է արել, որ դու էլ մխոյս տեղը լինեիր, նույն ձևով կվարվեիր։ Ահո։ Այդ ինչ է արել, որ։ Ես ինչ եմ լսում, Մխոջան։ Ուրեմն Անուշիկը քեզ խաբել տնից գնացել է, հա? Այսինքն ավելի ճիշտ թռել է ու գնացել իր համար տժացել է։ Տեսնեք, այս անգամ թող ես իմ ձևերով կանեմ, ոնց պետք է էլի դու չխառնվես։ Ինքան վրեն չջղայնացա, որ բիզնեսդ բարգավաճեց։ Չէ, մեռնեմ ջանիդ, Մխոջան։ Իմ Անուշ բալա, որ մինչև հիմա Անուշիկի յուրա չես ջղայնացել, դա դու ճիշտ ես արել։ Բայց հիմա ոնց են ասում, այն բաժակ արդեն լցվել է։ Այ հիմա իսկականից ջղայնանալու վաղտն է։ Ուրեմն Արևշատյանի հարցը գնա այն բաներում են դիսկոտեկաներում ինչ-որ ժամանակ անցկացնի։ Ես արդեն իմ կողմից ես, հա ոնց որ։ Այ մեռնեմ ջանիդ, այ Մխոջան, ես միշտ էլ քո կողմից եմ եղել։ Ուղղակի Անուշիկին տնից հանել դուրս գցելով, բան դուրս չի գա։ Իա։ Տեսեք, բա ինչ անեմ։ Ես ինչ անեմ, չեմ կարում էլ դրա հետ ապրեմ։ Չէ, ցավը տանեմ։ Իրան ուղղակի պետք է բերել տուն։ Բերել տուն, հանգիստ նստել ու հետը խոսալ այդքան բան։ Ես դրան հետ բերողը չեմ։ Այ բալ ախր որ իրան թողնենք, ինքը շատ ավելի վատ բաներ կար անի։ Թու անի։ Չհասկացա։ Բխո ես չեմ հասկանում, դու ուզում ես Անուշիկից վերջնականապես բաժանվես, հա։ Հա, ուզում եմ։ Այ քեզ բան։ Այ բալա, հիմա դու ջղայնացած ես, այ որ մի քիչ հանգստանաս, էլ այդպես չես մտածի։ Ախպերս Անուշիկի մի ձևիկ բերենք տուն, ինքը ներողություն կխնդրի, բան ու տես ամեն ինչ կհարտվի կգնա էլի։ Այդ ոչ մի բան չի փոխի։
Ու դաժե եթե իր տեսնյակը քեզ ասել է տաբրանքը պետք չի մի ուղարկի, ոչ եք ուղարկես։ No, չեղավ, այդ մեկը չեղավ, չէ, ցավը տանեմ, դες մի մտացի։ Այա տեսնյակ, համ նալին ես խփում, համ մեղի։ Այ բալա, ախր Անուշիկին պիտի պատժել, պիտի հետը խիստ լինել, բայց այդ ամեն ինչը պիտի անել մեր տանը, հասկացի, մեր տանը, всё։ Բարակ, համեղ, հյութալի, խորհուրդ ենք տալիս համտեսել գաղտնի։ Եթե հարևանները նկատեն կամ հոտն առնեն, ձեզ ոչինչ չի մնա։ Պատվիրեք գրիլներ և խորովածներ Grill Express-ում, հեռախոս 011 30 11 11։ Մխոյս ծենզուն չկա։ Չէ հասով։ Ինքը ոչ էլ կզանգի։ Լավ, բա Վրամ դյադյան։ Եթե Վրամ դյադյանը իմանա ինչ եմ արել, ինքն էլ մխոյի պես կմտածի։ Ան, Վրամ դյադյան հաստատ չի ուզենա պապայի հետ հարաբերությունները փչացնի։ Գիտեմ, ուղղակի ես իրենց տանը ինձ լավ չեմ զգայել։ Ինձ ուրիշ աչքով կնայեն Սոֆաս կամ մեզ, իսկ ես այս աղջիկը չեմ։ Անջան, բայց հարաբերությունները վերականգնելը այդքան էլ հեշտ բան չի։ Դե հասկանում ես, միանգամից չի լինում, բայց լինում է։ Ես մի բան եմ մտածել, եթե այդ Վրամ դյադյան իմանա, ինձ հաստատ տուն կկանչի։ Այդ մարդը սխալ է։ Ինչ անում է եղբայր։ Բայց ի՞նչ է անում։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, համեցեք։ Ես աշխատանքի տեղավորման գրասենյակն է։ Հա, համեցեք, նստեք։ Բայց դեպքը ինչ-որ միտեղից ծանոթ է, ես քո ինչը։ Արշակ ջան, բարձրագույն կրթություն ունես։ Չէ։ Հա, Արշակ ջան, միականից sense հարցը ձևակերպեմ, Արշակ ջան։ Իսկ ինչ տիպի աշխատանք ես ուզում։ Դե նորմալ էլի։ Չէ, խոսքը գումարի մասին է, Արշակ ջան։ Քեզի բան, դու էլ ազդեմ, ինչքան շատ, այդքան լավ էլի։ Արշակ ջան, ուրեմն երշիկի ցեխում բանվորի աշխատանքի տեղ կա 80,000 դրամով։ Եթե կուզենաս Հա, 80,000-ով ես եք աշխատի, էլի։ Արշակ ջան, այս պայմանագիրն է, հիմա ես քեզ փոխանցեմ դու ծանոթացին։ Ուրեմն այսպես, Արշակ ջան, եթե պայմանագրերին կծանոթանաս ու ամեն ինչ քո սրտով կլինի, 5,000 դրամ կվճարես մեզ, որից հետո կընդունվես աշխատանքի, առաջին աշխատավարձի 50%-ը կփոխանցես մեր ֆիրմային, ախպեր ջան։ Միանգամից ասեմ, որ կամար ամեն ինչ պարզ լինի, էլի, հետո Իա, հենա տենց է, այստեղ են կգնա երշիկի ցեղ, կասի բարև ձեզ, ես եկել եմ աշխատելու։ Չի կարա, որովհետև մենք հանդիսանում ենք միջնորդ ընկերություն այդ գործարանին։ Չես կարա։ Հա, Արշակ ջան, դու էլ արագ ծանոթացի խնդրում եմ, չնայած դա ծանոթանալու բան չկա, հա, ամեն ինչ քո սրտով է գրած։ Լավ, իսկ եթե համաձայնվեմ, երբ կարող սկսեմ։ Հենց այսօր։ Ես հիմա քեզ կուղարկեմ երշիկի արտադրամասի տնօրենի մոտ, հետո կխոսես, կզրուցես, կպայմանավորվես, կընդունվես աշխատանքի։ Հա, իմիջիալյոց երշիկի արտադրամասի տնօրենը մեր կողքի սենյակում է նստում, ախպեր ջան։ Տենց փռնես։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև։ Ինձ աշխատանքի տեղավորման գործակալությունից են ուղարկել։ Որ գրասենյակից։ Էս ձեր կողքի։ Եթե մեր կողքի, ուրեմն ընդունված ես աշխատանքի։ Հենց այսօրվանից էլ կարաս գնաս աշխատես։ Դավայ ախպերես, դավայ։ Հա։ Հա բա ոնց։ Իսկ կլինի վաղվանից։ Ախպեր, եթե գործը վաղվան մնաց, ուրեմն այդ գործը կորավ գնաց։
Այսինքն եթե գործը թողնենք վաղվան, կարող է քեզ չհասնի, արա քանի շուտ է գնա աշխատի։ Դավայ ախպերս, դավայ։ Լավ, շնորհակալ եմ։ Հաջողություն ախպեր ջան, հաջողություն։ Ինձ աշխատանքի տեղավորում։ Ընդունված ես ախպերս։ Գնա արխիին աշխատի, դավայ։ Շատ մերսի։ Չարժի մեռնեմ ջան, գնա ախպերս։ Բա, Ռշտուն ջան, չեն է թողում մարդ իր անգերոջ հետ մի երկու բառ փոխանակի։ Պարոն Արարչյան, բայց այսքան մարդ ո՞նց ենք ընդունում։ Այդքան աշխատատեղ ունենք։ Արա Ռշտուն ջան, հո երեխա չես արա։ Թող փորձաշրջան անցնեն, հետո կասենք մեր պահանջներին չեք համապատասխանում, հաջողություն գնացեք, լավ է։ Ես գուցավը տանեմ։ Արա, մեռնեմ ջան, գործի ամենաթունդ վախտն է։ Թողանող են ինչ է եղել։ Հետո լավ չի արա, քեզ գնում բամոր են պահում արա։ Հələ տեսրա, հեր չեն տալիս իրար է, եկեք։ Դու ես ախպեր ես։ Ինչ կամելո, շիշկեն բերեցիր։ Հա, պարոն Արաշեցյան։ Շատ է։ Դե ինչ կանոր ավտոյի մեջ կտեղավորվեր։ Դե դավայ, հա, Ռշտուն ջան, դու դիզայներ ես, չէ։ Չէ։ Դե որ չէ, ուրեմն գնացեք իրար հետ խելքի տվեք, այդ շիշկեքը ներկեք։ Աշխատեք տարբեր գույների ներկեք, էլի, որ մարդիկ իմանան տոնածառի զարդա, առնեն տանեն տուն, տոնածառ զարդեն։ Դավայ ախպեր, դավայ։ Հա, Ռշտուն, մեկ էլ աշխատի շատը դու ներկես, էլի։ Արա դե մեղ կա, էլի, մելոն հոգնած է, էլի։ Հասկացար ցավը գնացեք ձեր աշխատասեր ջանին մեռնեմ, գնացեք, ես ձեր ցավը տանեմ, ուրիշ բան չեմ կարող ասել։ Ուզում եմ խոսանք, մխո։ Դու որ ուզում ես ոնց կարանք չխոսանք, Իրենչո ջան։ Լավ է առանց Անուշիկի։ Վայ, մի արտակարգ, մի աննկարագրելի բեռ անգել ուսերիցս, սուս։ Հետո։ Հետո ջանսაღություն, դու ասա։ Իսկ դու գիտեիր, որ Անուշիկը հղի է։ Ինքն ասե։ Հա։ Եվ։ Այսօր։ Սուտ է։ Եթե ասել է, որ թողենք տուն գա։ Իսկ եթե պարզվի, որ սուտ չի։ Իրեն, դու Անուշիկին ուրիշ կողմից ես ճանաչում, իսկ ես լրի ուրիշ։ Ես որ կողմից ճանաչում եմ, դու այդ կողմից չես ճանաչում, ինքը քո մոտ քիչ է ֆռիկներ արի, այդ դրա համար դու այդ կողմից չես ճանաչում։ Բայց ամեն դեպքում այս մասին ատեսնյակին ոչ մի խոսք։ Հա, բայց մխո, եթե պարզվի, որ Անուշիկը իրոք հղի է, ձեր այս կոնֆլիկտը շատ վատ կանրադառնա երեխու վրա։ Հիմա Անուշիկին ներվայնանալ չի կարելի։ Ինչ անեմ, գնամ ասեմ ներողություն, որ այսքան վաղ ֆռացել ես վրես։ Դու որոշի։ Ինձանից հասնում էր քեզ ասելը, ես էլ ասեցի։ Դու գնա հանգիստ իր համար սոֆան ստանա ապրի։ Ստեղ եկավ ավելի վատ իր համար։ Հարա ախպերը ուրեմն Porsche կայնով տեղ եմ եթու, մեկ էլ են յազախիկը, բապեր ինչ կլնի, մեր տու միկրո կշեմ էլի, արա վեկալավ թռավ ախպեր ես կանի ժամատ չկա։ Որթի վեր որ։ Յազախիկը։ Մաշն են։ 10 թիվեր ապեր։ 3 տարեկան կյորպա է էլի։ Հարա ախպեր մի բան արեք էտ մաշն եմ վեկալ եմ էլի, թե չէ հերես նատուր ինձի բրնելու է մորթի։ Դելզանգի յազախիկի։ Մենակ այդ մաշնեն ծխած չլնի, էլի։ Ապեր, կարում ես իշն ես կարբետոն ծյուրը սենյակ։ Սպասում ենք ըխպելար է։ Արա քեզ տոշնի պայի։ Արելը կողքս։
Ասը ցավը տանը։ Ուր է ստվու ավտո։ Եկեք քո մոտա սիրտը բաց է։ Որ չի ուզվի։ Արա քեզ ասի տոշնի պահի։ Ոչինչ լավ կլինի ասես դար չանես։ Լսուս մնա язախի խոսում եմ։ Ասա մեծ աղբեր։ Այս մարդու մաշներ կբերես կտա սիրան։ Կարբիջան տվել է մեր գեղամիկին մի քիչ քշի ապես անելի կտա։ Արա բայց քեզ ով ասել իրան տաս։ Դի զև ես խոսում մեծ աղբոր դե։ Հարալը նայ որ հալով չի մնում։ Գոքորի ջան, այդ մաշնը գեղամիկիս կվեգալես, կբերես կտաս ապերին։ Դե չէ պապատ կծեցի քեզ։ Սորտա չէ։ Տենց է գելի արե որ նստելա գլխներիս։ Այդքան ասում ես նստելա գլխներիս, բաց մի օր չթողին նստեմ գլխիդ։ Բա մենք տենց ենք մեր մեծերի հանդեպ։ Գոքորիկ արի կլինի ինձ մի ջղայնացրու էլի։ Քո համար գոքորիկ չի մեռնեմ սրտիդ գոքոր ձայա։ Լավ, գոքորիկ։ Ամեն դեպքում տարիքը պետքա հարգվի։ Հարգում ենք Կարբիջ ջան։ Ուրեմն գեղամիկին կասես, թող ավտոն բերի տա իրան։ Եղավ ցավները տանեմ, բայց ճապից ինչ կա որ։ Ավասախ։ Հա, դե որ խոսակ հետը իմ կողմի ջեմ բարևներ կփոխանցի կախորս։ Եղավ աղբերս։ Դե աջող չեմ անում մեռնեմ ձեր սրտին։ Արի ավի։ Գոքորիկ։ Ոնց ասես աղբերս։ Ապա որ մի օր սրան լղեմ ինձնից չնեղանաք։ Նա ինքը քեզ շլղի Այ Ավարոս։ Ախպեր մխոն քո օբյեկտումը։ Մխոնի օբյեկտում ինչ անում։ Կոֆե ա խմում։ Եղավ ամենակ։ Մխոն գնացել է իմ օբյեկտ ախպեր ջոգիր։ Դե հատու կգնացել որ քեզ դետեն էլի։ Արա մխոն, առանց մեզ չի կարա ապրես կյանքը։ Լքել գնանք տնակի ինչ ասում։ Կուրտ կես ուրա։ Բարև։ Հաջիկ ջան, ոնց ես ապեր։ Լավ ապեր։ Ամեն ինչ նորմալ է, խաթերիդ կպնող չկա։ Չէ։ Դե որ խաթերիդ կպնող չկա, մեզ բերում ես, գիտես չէ ինչ ես բերում։ Երկու բաժին։ 3։ Խմելու։ Գրաֆինկով։ Լավ։ Ասա դու գաստի նստի։ Խոջան արի մեր հետ նստի ապեր։ Սպավ մարդ չեր սպասում։ Չի աբինը։ Դետի շուտ խմի, որ եսա մի կտոր բան ենք ուտում ապեր։ Շուտվանից թե չի եղել։ Բա ինչ ես որ որոշեցիր գաս։ Իսօր մի ձևի, այս օբյեկտի կարիքն է իսկում։ Փաստորեն մինչև հիմա Անուշիկին չի բերետում, հա։ Չէ, բայց որ ուզում ես իմանալ, շատ էլ ճիշտ է արել։ Ախր այ Մարգարիտա ջան, այ սրտիս կտոր, այ կյանքիս հատոր։ Էլ ինչ ասեմ քեզ որ շոյվես։ Այ մեռնեմ ջան, այդ Անուշիկը մեր հարցն է։ Ու նրանք չեն կարող դες մի ստից բանից իրարից բաժանվեն։ Այդ ստից բանը։ Դե չէ, ստիցը ստից չի, բայց դե ջահել են էլի։ Սիրում են խելար բաներ անել։ Ոչինչ, թող բերի մեր տուն, մենք մեր ձևով ինչ պետքա կանենք։ Ախր, այ վռամ ջան, Անուշիկ ախր հեչ հարմար աղջիկ չէր էլի։ Շատ էլ հարմար է։ Երտես բան չասես։ Իա։ Մխոս գանձ է, գանձ։ Անուշիկն էլա գանձ։ Դու չգիտես։ Ուրա, չտեսանք։ Այ աղջի հենա, դոշակը բարձրացրու կտենաս ուրա։
սենյակների հետ նստած եմ։ Բա Անուշիկին երբ ես վերորդուն այդ տղա։ Ներող տնի։ Պապ, մենք ոնց էինք պայմանավորվել։ Ոնց էինք պայմանավորվել։ Չէինք պայմանավորվել, որ Անուշիկին վերցնես բերես տուն։ Տեսնյակ, ես դրան հետ բերողը չեմ։ Այ իմ արուսավակ, ախր բերտուն քանի բանից չի անցել։ Լավ կգամ տուն կխոսանք, հա։ Առանց Անուշիկի տուն չգաս եղավ մխո։ Հա, եղավ։ Սա բանման չի էլ եմ ախա։ Չէ, ապենյակ, մեծ բանից եմ բարձել, ինչ բան էլի։ Տեսնյակն էր ասում արիտուն նշենք Անուշիկի գնալը, ասի տղայնյակների հետ արդեն նշում են։ Ատեց դլա ուրախ։ Ողջ ընտանիքն է ուրախ։ Բայր ցավը տանը։ Բարի լույս։ Լավ ես։ Լավ։ Մերնեմ ջանիդ, մի հատ գնատես մխոն մենակա թե մենակ չի։ Ես որ մտնեմ սիրուն չի լինի, էլի։ Լավ։ Հավալես։ Մխո։ 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 Մխո զարթնի։ Չէ, պապ, մենակ չի։ Վայ ես դրա ցավը տանեմ։ Տղես է, պապայի խոսքից չի անցնում։ Ու ես ուրախանում եմ, դաժե եթե տղես չլներ, բալես իսկական տղեն ըտենց հալնում։ Ըտենց չի։ Հա։ Ջան։ Եկել ենք դառնանք կուլտուրիստ։ Արա ախպեր դու չգիտես կուլտուրիստը որն է։ Կուլտուրական տղա։ Արա, մերրեմ ջանիդ կներես ախպեր։ Չգիտեի որ քո շտանգին հենվա։ Այ ախպեր մի քիչ ուշադիր եղի էլի։ Ուրիշ ինչ կա ապեր։ Ես ոնց որ նեղացել ես, հա մեզանից։ Արա գրոյ կարբիդին հապիտա թե չկատամ եսի միշկալım դրան արա։ Ներվերը դու տպա։ Ապեր։ Արա ախպեր նոր իմանաս ինչ եղավ։